Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունվարի 7։ Ամեն բան սկսվում է ապաշխարությունից։ Եկեղեցին, ինչպես մենք այն գիտենք այսօր, սկսվեց ապաշխարությամբ, երբ Պետրոսը քարոզեց խաչի մասին հոգեգալստյան օրը, հազարավոր մարդիկ զղջացին և դարձի եկան։ Այս նոր եկեղեցին կազմված էր մեկ մարմնից, կազմված բոլոր ռասաներից և լի միմյանց հանդեպ սիրով։ Նրա հասարակական կյանքը նշանավորվեց ավետարանչությամբ, զոհաբերության ոգով և նույնիսկ մարտիրոսությամբ։ Այս գեղեցիկ սկիզբը արձագանքում է Աստծո խոսքերին Երեմիայի թղթում. «Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որդի, բոլորովին հավատարիմ սերմ»։ Սակայն Տիրոջ հաջորդ խոսքերը նկարագրում են, թե ինչ է հաճախ պատահում նման սերմերի հետ. «Բայց դու ինչպես փոխվեցար ինձ համար, վայրի որդի անպիտան ճյուղեր դարձար»։ Երեմիա 2:21 խոսք։ Աստված այսպիսով ասում է. «Ես քեզ ճիշտ ընկեցի, դու իմն էիր, դու կրում էիր իմ անունն ու իմ բնույթը, բայց հիմա դու դարձել ես անպիտան»։ Ի՞նչն է եկեղեցու այս անպիտանության պատճառը։ Դա կռապաշտությունն է, որը միշտ եղել է և միշտ կլինի։ Աստված խոսում է կռապաշտության մասին, երբ Երեմիային ասում է. «Բայց իմ ժողովուրդը փոխել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի»։ Երեմիա 2:11 խոսք։ Աստծո ժողովրդի մեջ ամենամեծ կուռքը շնությունը, պոռնոգրաֆիան կամ ալկոհոլը չէ, այն շատ ավելի ուժեղ ցանկություն է։ Ի՞նչն է այդ կուռքը։ Դա հաջողության հասնելու ցանկությունն է, և այն նույնիսկ ունի վարդապետություն այն արդարացնելու համար։ Հաջողության կռապաշտությունը բնորոշ է այսօր Աստծո տանը գտնվող շատ մարդկանց։ Այս մարդիկ ազնիվ են, բարոյապես մաքուր, լի բարի գործերով, բայց նրանք իրենց սրտերում ստեղծել են փառասիրության կուռքը և չեն կարողանում հրաժարվել դրանից։ Աստված սիրում է իր ժողովրդին և ուզում է օրհնել նրանց։ Նա ուզում է, որ իր ժողովուրդը հաջողության հասնի իր ազնվորեն ձեռնարկած բոլոր գործերում։ Սակայն երկրում այժմ մոլեգնում է մի ոգի, որը կառավարում է բազմությանը։ Դա ճանաչելի դառնալու ցանկության և իրեր ձեռք բերելու ցանկության ոգին է։ Մի աշխարհիկ մարդ մի անգամ ասել է. «Նա, ով մահանում է ամենաշատ խաղալիքներով, հաղթում է»։ Ցավոք, նույնիսկ քրիստոնյաներն են խճճվել այս հետապնդման մեջ։ Որքան ենք մենք շեղվել այն ճշմարիտ ավետարանից, որը հորդորում է խաչվել «ես»-ի, եսասիրության և աշխարհիկ փառասիրության համար։